Սուտ է, մի հավատա։ Ընթերցենք Հովաննավետարան 8:44 Եվ ճշմարտության մեջ չկեցավ, որովհետև ճշմարտություն չկա նրանում։ Երբ որ սուտն է խոսում, իրաններից է խոսում, որովհետև ստախոս է և ստության հայրը։ Չարը գիտի քո անունը, բայց նա քեզ դիմում է քո մեղքերով։ Աստված գիտի քո մեղքերը, բայց նա դիմում է քեզ քո անունով։ Ստության հայր ասելով, Տեր Հիսուսը բացահայտում էր, որ ամեն ստություն ծնվում է հենց նրանից։ Նա է հեղինակը ամեն ստության։ Նրա համար դժվար չէ խաբել մարդուն, դժվարությունը կայանում է մեկ այլ հարցում։ Նրա խնդիրը կարծում եմ սա է, թե ինչպես խաբի մարդկանց, հատկապես հավատացյալներին, որ նրանք հավատան և ամենայն հետևանքներով ընդունեն առաջարկված սուտը որպես ճշմարտություն։ Շատ են իրավիճակները, որտեղ հակառակորդը փորձում է մեզ խաբել, բայց ես ուզում եմ դրանցից միայն մեկը նշել այսօր։ Այն հետևյալն է. դու չես կարող։ Ուզում եմ տեսնենք, որ այս սուտը փորձում է մատուցել մեզ մեր կյանքում ունեցած և գործած թերությունների և սխալների հիման վրա։ Դու չես կարող ազատ լինել այս կապանքից, որովհետև ամեն անգամ որոշում ես, որ դուրս գաս, բայց կրկին ընկնում ես նույն փոսը։ Դու չես կարող ծառայել Աստծուն, որովհետև թերություններ և սխալներ ունես։ Դու չես կարող ներված լինել, որովհետև քո արարքը շատ վատն ու սուտն էր, ինչպես կարող է Աստված ներել քեզ։ Դու չես կարող ուրիշին լավ օրինակ լինել կամ խոսել մեկին հետ ճշմարտության մասին, որովհետև դու սխալներ ունես կամ ունեցել ես։ Դու չես կարող սուրբ ապրել, որովհետև երբեմն վատ մտքեր ես ունենում։ Դու չես կարող մեղք չգործել, որովհետև այս աշխարհում բոլորն են գործում։ Դու չես կարող։ Սիրելի հոգի, ես ինքս էլ շատ անգամներ եմ հավատացել այս ստերին իմ տկարությունների մեջ և կարծել եմ, որ արդեն վերջ, ամեն բան վերջացած է, այլևս հույս չկա, այլևս ես չեմ կարող։ Բայց Աստված ինձ նման չի մտածում։ Հենց այդ նույն իրավիճակում նա խոսել է իմ սրտի հետ իմ տկարությունների մասին։ Իրականում մենք չենք կարող և մենք շատ վատն ենք, այդ իսկ պատճառով էլ Աստված գործի է դնում իր շնորհը և ողորմությունը մեր կյանքում։ Պարզապես կարիք կա, որ դու ցանկանաս, կամենաս դուրս գալ այդ վիճակից, ամբողջ սրտով ուզենաս, որ ազատ լինես այդ ամեն անօրենություններից և հայացքդ ուղղես առ Աստված։ Դա բավարար է, որ նա հասնի մեզ և ողորմի մեզ, ցույց տալով, որ դու կարող ես իր հետ միասին ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով, գրված է Փիլիպպեցիների 4:13-ում։ Միայն թե հավատա, որովհետև քո հավատքը ցույց է տալիս քո ցանկությունը և կամքի դրսևորումը, որ դու չես ընդունում հակառակորդի բերած ստերը, այլ շարունակում ես անգամ քո ծանր իրավիճակում հավատալ Տիրոջը և ապավինել Նրան։ Մարկոս 9:22-ում գրված է. Եթե կարող ես հավատալ, ամեն բան կարելի է հավատացողին։ Եղավ ժամանակ, որ չարը մոտեցավ Աբրահամին և համոզեց նրան, որ արդեն շատ է մեծացել, այլևս զավակ չի կարող ունենալ, պետք է մի բան անել, և նա խաբվեց ու սխալ գործեց։ Բայց Աստված ամենաանսպասելի և ամենաանհավանական ժամանակ նրան զավակ պարգևեց։ Մեր օրինակը Քրիստոսն է, ում պետք է մենք հետևենք։ Սատանան նույն կերպով փորձեց խաբել Տիրոջը և կարիքի ժամանակ գայթակղել նրան ու գցել որոգայթի մեջ, բայց մեր Տերը դեմ դրեց հակառակորդին ճշմարտության խոսքով և մեկ օր այդ նույն վկայության խոսքով պետք է վերջնականապես պարտության մատնի հակառակորդին։ Սիրելի հոգի, քաջալերում եմ քեզ, որ հակառակորդի բերած ստերին դեմ կանգնես Աստծո ճշմարիտ խոսքով և երբեք չընդունես այն միտքը, թե դու չես կարող։ Լսիր Քրիստոսին, ով հաղթել է սատանային և միշտ իր խոսքի ետևում կանգնած է, և նա ասում է. կարող ես ամեն բան ինձանով։ Ամեն։